Այդպիսի մի բնական ուսումնասիրություն կատարվել է մանկատներից մեկում, որտեղ միաբջիջ երկվորյակներից մեկին, որտեղ գրել էր այդ մանկատան խոհարարուհին, որն աշխատում էր այդտեղ գրեթե ամբողջ օրը, գիշերները հաճախ հերթապահում էր, եւ այդ երկվորյակների դաստիարակության միջև տարբերությունը միայն այն էր, որ նա, ում որ այդ խոհարարուհին որտեղ գրել էր, հաճախ մոտենում էր, գրկում էր նրան, նրա համար օրորոցային երգեր էր երգում, իսկ մնացած բոլոր պայմանները նույնն էին, ինչ որ նրա եղբոր համար։ Բայց եւ մեծ էր ուսումնասիրողների զարմանքը եւ պարզվեց, որ ամիսներ հետո որտեղ գրված երեխան, որը դրական հույզերի մշտապես բավարարվածություն էր զգացել, շատ ավելի արագ էր զարգանում, քան իր երգորյակ եղբայրը, որը ամեն ինչով, կրկնում եմ, բոլոր պայմաններով նույնանման դաստիարակություն էր ստանում, բացի գգվանքից եւ փաղաքշանքից։ Հատկապես 4-5 տարեկանում, երբ երեխաների մի զգալի մասի մոտ ծագում է անապահովության զգացում, եթե մենք փորձենք հիշել մեր այդ տարիքը, եւ չսխալվենք, կարող ենք մտաբերել, որ այդ տարիքում մենք վախենում էինք, որ հանկարծ մեր ծնողները կգնան եւ չեն վերադառնա, որ ինչ կլինի, եթե նրանք մահանան, թեև այս տարիքում երեխան հստակ պատկերացում չունի մահվան մասին, բայց եւ նրանց չգոյությունը, նրանց գնալը, չվերադառնալը մեծ վախ եւ սարսափ է պատճառում նրանց։ Հաճախ այն աշճանի է խորանում այս վախը, որ նրանք չեն թողնում մորը սենյակից դուրս գալ։ Դրա պատճառը իհարկե մենք նաև մեծերս ենք, մեկ-երկու խոսքով ասեմ, որ շատերս հաճախ ասում ենք, թե այլևս քո մայրիկը չեմ լինի, այլևս քո հայրիկը չեմ լինի, եթե դու քեզ այսպես չպահես, եթե դու անես այս կամ այն։ Այս ներշնչումները խորանում են երեխայի մոտ, եւ իհարկե դրան էլ ավելանում է այն, որ մենք նրա հետ չենք շփվում, չենք խաղում, այլ հաղորդակցվում ենք շատ կիսապաշտոնական ձևով, թե ինչպես ես, ինչ խաղեր ես սիրում, այս խաղալիքը գնիր, գնել եմ, շնորհավորում եմ ծննդյանդ տարելիցը եւ նման այլ սառը մի քանի խոսքերով, ապա երեխայի մոտ այս անապահովության զգացումը ավելի խորանում է։ Դրանից հետևում է, որ մենք մեծերս երեխաներին ոչ միայն պետք է նրանց խաղերը կազմակերպենք, այլև ինքներս պետք է նրանց հետ խաղանք։ Այն, որ մենք բռնում ենք երեխայի ձեռքերը, այն, որ մենք փորձում ենք նրան բռնել, չենք կարողանում, այն, որ երեխային հնարավորություն ենք տալիս, որպեսզի նա վազի եւ մեզ բռնի, բռնում ենք նրա ձեռքը եւ ասում, արդեն դու ուժեղացել ես, օրեցօր ավելի ես ուժեղանում։ Այս մի քանի հասարակ ներշնչումները նույնիսկ երեխային ապահովության զգացում են տալիս եւ երեխայի զարգացումը, հոգեկան զարգացման մասին է առաջին հերթին խոսքը, շատ ավելի խաղաղ, բնականon եւ կայուն հունով է ընթանում։ Ըստ այդմ, ուրեմն, խաղի դերը երեխայի հոգեկան զարգացման գործում շատ ավելի մեծ է, հատկապես 6-7 տարեկան հասակում, քան բուն ուսուցման դերը։ Դժվար է պատկերացնել ուսուցումը առանց խաղի եւ խաղը առանց ուսուցման, որովհետեւ այս երկուսից յուրաքանչյուրի մեջ արկա են մյուսի առանձին տարրեր։ Բայց եւ մի դեպքում գերակշռում է մյուսը, մեկը մյուս դեպքում գերակշռում է մյուսը։ Բոլոր դեպքերում հիշենք, որ 5-6-7 տարեկան երեխայի համար գործունեության ամենահիմնական ձևը խաղն է։ Եվ ոչ թե այն պատճառով, որ երեխան իր օրվա մեծ մասն անցկացնում խաղալով, այլ հիմնականում այն պատճառով, որ երեխայի հոգեկան աշխարհը առավելապես զարգանում է խաղային գործունեության միջոցով։ Պատահական չէ, որ մանկապարտեզներում, դպրոցներում ուսուցման բազմաթիվ ձևերը զուգորդվում են խաղերով կամ հերթագայվում են խաղերով։ Հաճախ այս երկրի ուսուցման համագարկին անծանոթները հարց են տալիս, թե արդյոք շատ չեն խաղում մեր երեխաները, թե արդյոք շատ չեն թերբեռնված ուսումնական ծրագրերը, հիշելով, ասենք, օրինակ, հայաստանյան ուսումնական ծրագրերը, պետք է ասել, որ դա ոչ թե դպրոցի թերություն է, այլ միտումնավոր կերպով արվող որոշակի դաստիարակության նպատակի իրականացում, այն իմաստով, որ երեխաները նախ հոգեկան նյարդային մեծ լարվածություն չունենան եւ որ ավելի կարեւոր է, չհիասթափվեն ուսուցման process-ից։ Սիրով հաճախեն դպրոց եւ իրենց մեջ ծնվի սովորելու, ուսանելու մղումը։ Մնացածը արդեն հետագա տարիներին կարելի է աստիճանաբար իրականացնել։
Իսկ եթե առաջին օրերից հիասթափվի երեխան, ապա ինչպիսին էլ որ լինի ուսուցումը, դժվար թե այն որոշակի արդյունքների հանգեցնի։ Խոսելով այսքան խաղերի մասին, չենք կարող չանդրադառնալ շատ տարածում, լայն տարածում գտած էլեկտրոնային որոշ խաղատեսակներին, ինչպիսին որոնցից է առավել տարածվածներից է կարծեմ Nintendo-ն, որով հրապուրվում են սովորաբար 4.5 տարեկանից սկսած, մինչև երևի տարիքի վերին սահմանափակում դնելը դժվար է, որովհետև մենք մեծերս էլ հաճույքով ենք խաղում այդ։ Բոլոր դեպքերում ավելորդ չենք համարում, ասել որ այսպիսի խաղերը իրենց մեջ ունեն երեխայի հոգեկան աշխարհի զարգացման լայն հնարավորություններ։ Այն իմաստով, որ երեխայի ուշադրությունը բևեռում, սևեռում գամում են որոշակի խումբ գործողությունների վրա, բայց եւ մյուս կողմից ճանաչողական այս ամբողջ կարևորությունը չժխտելով, ասենք որ եթե երեխան օրվա մեջ ժամեր շարունակ 4 ժամ, 5 ժամ առանց ընդմիջման նստում է հեռուստատեսության էկրանի առջև եւ խաղում է այդ խաղը, անընդհատ հաջողության հասնելու այս ձգտումը եւ ոչ հաճախ հաջողության հասնելու իրական վիճակը երեխայի մոտ ստեղծում են այնպիսի հոգեկան լարվածություն, որը կարող է նրան հեշտությամբ հյուծել եւ ըստ այդմ նրան դարձնել դյուրագրգիռ, բորբոքուն, բորթկուն, վատացնել նրա խորժակը, քնի վրա ազդել բացասաբար։ Ահա այս բոլորը նկատի ունենալով ցանկալի է որպեսի այս խաղերը որոշակի ժամանակային սահմանափակումով անցկացնեն։ Օրինակ 4-ից 6 տարեկան երեխայի համար կես ժամվա անընդմեջ խաղը լիովին բավական է, որից հետո պետք է բավական մեծ ընդմիջում կատարել եւ դրանից հետո նորից կարելի է երեխային թույլ տալ խաղալ։ Իսկ անընդմեջ 1, 2, 3, 4 ժամ տևող խաղերը ավելի վատացնում են նրա նյարդային աշխարհը, հոգեկան աշխարհը նրա նյարդային լարվածություն պարգևելով, քան օգնում են նրա իմացական կարողությունների բացահայտմանը։ Խաղերի մասին դերևս կարելի է խոսել անսահման, ինչևէ այսքանով հանդերձ որպես ամփոփում ասենք, որ խիստ կարևոր է որպեսզի երեխաները կարևորություն տան, ուշադրություն դարձնեն երեխաների խաղերին եւ իրենք էլ մասնակից դառնան դրանց։ Քանի որ խաղը ուղեկցում է մարդուն իր ամբողջ կյանքում, սկսած 1-2 ամսեկանից մինչև վերջ, ապա հետագա մեր հաղորդումների ընթացքում մենք կպատմենք խաղերի վերաբերյալ արված առանձին ուսումնասիրությունների մասին եւ առանձին ամեն մի տարիքում կանդրադառնանք նաեւ մարդու գործունեության խաղային ձևերին։ Այս իմաստով թույլ տվեք սահմանափակել այսօրվա մեր զրույցը, հուսալով, որ հետագայում մենք դարձյալ կանդրադառնանք այս հարցերին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն։